Ահա, ուրեմն բարև ձեզ, ծրագրի մասին կուզեինք խոսել, սոցիալական ձեռնարկություն եք բացել։ Մի երկու խոսք դրա մասին եւ այսօրվա միջոցառման հետ կապված։ Ինքը միջև բուն միջոցառմանն անցնեմ, ուղղակի որպեսզի առանձին ծրագրային բաղադրիչներից խոսելիս դժվար է իրենց առանձին դիտարկելը մի քանի տեսանկյունից, որովհետեւ իրենք բոլորը փոխկապակցված են։ Այսինքն ֆերմերային դպրոցները ձևավորվել են հիմնական որը մեր այսօրվա հիմնական խնդիրներից մեկն է կամ բացման հավասարի հիմնական խնդիրներից մեկն է նաև որ ներկայացնենք հիմնական այն գործունեությունը, որը իրականացում է ակնաղբյուր համայնքներում, այսինքն ջերմուբանն այդ ֆերմերային դպրոցների հիմնադրումն է, որտեղ հիմնական կուտակվելու է գիտական փորձը բանջարեղենի արտադրության եւ սածիլների վերարտադրության հարցերում, որը արդեն իրականացվելու է Օքսֆամի կողմից արդեն կառուցված ջերմատներում մոտավորապես 3 ջերմատներում ու նախատեսում է որ իրանք ծրագրի արդյունքում այդ շահագործման ընթացքում իրենց մոտ գոյանալու է եկամուտ, շահույթ, որի մի մասը գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը համաձայնվելու է հատկացնել համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման, ինչպիսի կարող են լինել, ասենք, դպրոցի վերանորոգման աշխատանքները, մանկապարտեզում սննդի ծրագրերը, ասենք, ճանապարհաշինության ծրագրերը եւ այլն։ Դա արվելու արդեն գյուղապետարանի հետ համատեղ որոշմամբ։ Ցանկացողները շատ են թե անվստահություն կա գյուղացիների շրջանում։ Այսպես ասեմ, երբ որ կոոպերատիվը ձևավորվում էր գյուղատնտեսական կոոպերատիվը, դա 2010 թվական ինք ունեն ընդամենը 30 անդամ։ Այսինքն ներկայացնում է 30 տնային տնտեսություն։ Այժմ 3 տարվա ընթացքում նրանց թիվը արդեն հասել է 45-ի, այսինքն 45 տնային տնտեսություն եւ ցանկացողների թիվը անդամակցելու կոոպերատիվին գնալով ավելի աճում։ Այսինքն իրենք ստանում են բերք եւ 40%-ը իրենց ստացած եկամուտի ուր են ուղղում։ Համայնքին։ Ինչ ծրագրերի։ Դա արդեն բուն սոցիալական, կլինեն դա շինարարական ծրագրեր, դրանք կլինեն դպրոց կամ մանկապարտեզ, կամ ասենք ինչ որ ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ, դա այսինքն գյուղապետարանը, գյուղում արկա արդեն համայնքում արկա խնդիրների հետ համատեղ միասին նստելու են մի սեղանի շուրջ կոոպերատիվի հետ եւ միասին որոշելու են թե իրենց հնարավորությունների ֆինանսական, տեխնիկական հնարավորությունների սահմաններում ինչ ծրագրեր կարող են իրականացնել ելնելով համայնքի առաջնահերթություններից։ Այսինքն մինչ այժմ նման ծրագիր դեռ չի իրականացվել։ Նկատի ունեք սոցիալական ձեռնարկության, սա առաջինն է, որը մենք ձևավորենք եւ այս հիմնական ծրագրով փորձում ենք ձևավորել նախադեպ, այսինքն եւ մնացած համայնքների եւ մնացած կոոպերատիվների համար ներգրավելու նմանատիպ ծրագրերով։ Իսկ այսպեսի մի հարց, դուք փաստորեն աշխատատեղ եք նաև հիմնում այս ձեռնարկով։ Կարելի է ասել, դուք դիտարկում արել եք արտագաղթը այս շրջանից, եղել է ավելի շատ, հիմա ավելի նվազել, այսինքն ինչ որ գործոն է սա հանդիսացել, որպեսզի մարդիկ մնան իրենց գյուղում եւ աշխատեն։ Սենց ասեմ, կոոպերատիվի նախագահին ավելի հստակ պատասխան կարողանա տալ, բայց կոոպերատիվի նախագահի վկայությունների համաձայն հիմնականում արտագաղթը 2010 թվականից կանգնել է, բայց չնայած կան որոշ ընտանիքներ, որոնք մեկնում են արտասահման սեզոնային աշխատանքի արտագնա։ Որքան է տևելու այս ծրագիրը ձեր այստեղ, այս համայնքում։ Կոնկրետ այս ծրագիրը տևելու է մինչև 2015 թվականի մարտ ամիսը։ Իսկ հետո, ասենք, ինչպես է վերջանալու, այսինքն ինչով։ Խնդիրը հետևյալն է, այսինքն այս ժամանակը մոտավորապես կոոպերատիվին մոտիվացնելով ինքնուրույն արդեն իր շահույթը կուտակելով, իր շահույթը ձևավորելով արդեն իրականացնել ինքնուրույն աշխատել, ինքնուրույն որոշել, ինքնուրույն իր ուղղությունները ընտրել։ Երկու խոսքել ֆերմերային դպրոցի մասին, եթե կարելի է։ Ֆերմերային դպրոցը հիմնականում ծառայել է որպես վայր ջերմոցների շահագործումից այդ գիտական փորձը, գիտելիքները կուտակելու եւ դա ոչ միայն համայնքային, այլ նաեւ հարևան համայնքների մանր ֆերմերների շրջանում տարածելու համար։ Այն ինչ որ հիմա մենք անում ենք փորձարարական ջերմոցներում, դա տվյալները հավաքագրվում են, վերլուծում են, առաջարկություններ մշակվում են եւ դա այսինքն տարածվում է համայնքների շրջանում, այսինքն այդ փորձը ադապտացնելու նպատակով։
Ու դրանից բացի հիմնական խնդիրը նաև դրվում է օգտագործել ներկայիս տեխնոլոգիաները կլիմայական փոփոխություններին ադապտացվելու նպատակով, այսինքն ահագնացող հիմնական խնդիրները, որ մենք այժմ ունենք, այսինքն դա կարկտահարություն, ցրտահարություն, երաշտը, այսինքն մենք փորձում ենք այդ տվյալների մասով եւ այդ ջերմոցների ցուցադրմամբ եւ աշխատանքի մասով ներկայացնել, որպես իրան լավագույն փորձ տվյալ միջավայրի համար։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Լավ է շատ։